Ազեն բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ ենք առանձնացրել, բայց սկսենք վերջին հարցերից։ Եվ այսպես Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ԵԱՏՄ երկրների վարչապետերի ընդլայնված գազմով նիստին։ Այնտեղ մի քանի հայտարարություններ է արել, իհարկե մինչև նիստի մեկնարկը կարճ զրույց է ունեցել Ռուսաստանի վարչապետ Միշուստինի հետ։ Այս մասով մի ուղղակի ճշտող հարց, ինչ եք կարծում, նորից ինչ է փորձել համոզել, ինչ համաձայնության է փորձել գալ Միշուստինի հետ։ Գիտեք, որ Հայաստանից արտահանվող ապրանքների լրջագույն սահմանափակում կա։ Նախնական զրույցում դուք էլ ասացիք, ես հիմա մի քանի մեջբերում կանեմ Նիկոլ Փաշինյանի ելույթից, բայց դուք էլ ասացիք, որ սա այս ամենը շատ ավելի վատ տեղ է տանելու, այլ կերպ ասած, ըստ էության Մոսկվան արդյունքներին չի հավատում։ Եվ այսպես Նիկոլ Փաշինյանը, նախ խնդրեմ, այս կարճ զրույցից ինչ կարող ենք, այսպես ասել, ենթադրել։ Դե ոչ մի լուրջ բան, ոչ մի լուրջ զրույց տեղի չի ունեցել, չէր էլ կարող տեղի ունենալ, ինչ պետք է ասել, որ տենց կարևոր լիներ այդ բանը։ Ոչ մի կարևորություն ես դրան չեմ տալիս։ Եթե զրուցելու լինի, Ռուսաստանը կզրուցի նախագահի մակարդակով, կհանդիպի, կընդունի, կհանդիպի, կզրուցի։ Եթե ոչ, դե հիմա կփորձի երևի ինչ-որ պահա օգտագործել ինչ-որ երկու բառ փոխանակելու համար, բայց դա ոչ մի էական ազդեցություն չի ունենալու իրավիճակի Ռուսաստանի դիրքորոշման վրա։ Գիտեք, մենք առիթ չենք ունեցել հետ խոսելու, ես կխնդրեմ հիմա այս հարցին պատասխանեք, հետո նաև վերադառնանք։ Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույց էր ունեցել Նիկոլ Փաշինյանը, եւ դրանից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց, այսպես ինչ որտեղ նաև սպառնում էր, որ եթե ԵԱՏՄ-ն այս հարցը չլուծի, սա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը, բայց այսօր ինչ է ասում։ Հայաստանի համար ԵԱՏՄ-ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է։ Հայաստանի եւ ԵՄ-ի ընթացիկ հարաբերություններում չկան իրավական, տնտեսական կամ քաղաքական պարտավորություններ, որոնք կհակասեն ԵԱՏՄ-ի մեր պարտավորություններին։ Երբ հեռանկարում Հայաստանը որակապես պատրաստ լինի ԵՄ անդամակցությանը, դա նույնպես չի նշանակի, որ մեր երկիրն ինքնաբերաբար կդառնա ԵՄ անդամ։ Հայաստանը հասկանում է, որ միաժամանակ ԵԱՏՄ եւ ԵՄ անդամ լինելը հնարավոր չէ։ Կխնդրեմ այս բոլոր դիտարկումների հետ կապված մանրամասը ներկայացնեք ձեր մեկնաբանությունը, համեցեք։ Դե նախ առաջինը, երբ որ պետությունը ձգտում է Եվրամիությանը անդամակցելուն, ապա միջև անդամակցելը ինքը պարտավորվում է Եվրամիության առջև եւ դա իրականացնում է, որ իր ներքին օրենսդրությունը, նորմերը տարբեր ոլորտներում բերելու է, համապատասխանեցնելու է ԵՄ ստանդարտներին։ Այսինքն դա գործընթացի մաս է, որ Եվրամիության անդամ դառնալու։ Իհարկե Հայաստանը չի դառնալու անդամ Եվրամիության, բայց կապ չունի։ Եթե դու այդ ուղին բռնել ես, ուրեմն դու պարտավոր ես այդ ուղին անցնելու ողջ ընթացքում քո ներքին օրենսդրությունը, նորմերը համապատասխանեցնել Եվրամիության ստանդարտներին։ Երբ որ դու սկսում ես համապատասխանեցնել Եվրամիության ստանդարտներին, դու ինքնըստինքյան սկսում ես արդեն հակասել եւ հարվածել ԵԱՏՄ եւ մասնավորապես տվյալ դեպքում Ռուսաստանի շահերին։ Սա այն մասով, ինչ վերաբերվում է զուտ ուղղակի, այսպես ասենք, իրավական, տնտեսական ինչ-որ նորմերի մասին։ Բայց կա մի ուրիշ կողմ, որ Եվրամիությունն ու Ռուսաստանը այսօր թշնամիներ են։ Եվրամիությունը նպատակ է դրել Ռուսաստանին ենթարկել պարտության, ինչպես իրենք են ասում, ռազմավարական պարտության։ Ռազմավարական պարտություն, որպեսզի հասկանանք ինչ է նշանակում, նշանակում է, որ Ռուսաստան պետության չգոյություն, մասնատված, ասենք մի 10 փոքր պետությունների։ Այսինքն ինչ աստիճանի թշնամանք կա Եվրամիության այսօրվա կառավարիչների մոտ Ռուսաստանի նկատմամբ։ Հիմա ինչ է ասում Փաշինյանը, ասում է, ես Ռուսաստան ըստ էության, եթե թարգմանենք սովորական լեզվով, ինչպես է Ռուսաստանը հասկանում։ Փաշինյանը ասում է, որ Ռուսաստան Եվրամիությունը քո թշնամին է, ես ուզում եմ գնալ քո թշնամու, մտնել քո թշնամու ճամբարը, իսկ Եվրամիության անդամակցությունը ենթադրում է
ինքնիշխանության կտրուկ սահմանափակում, որտեղ անդամ դառնալու պարտավորությունների մեջ սևով սպիտակի վրա գրված է, որ անդամ պետությունը պարտավորվում է մի շարք ոլորտներում որոշումների կայացման իրավունքը ազգային մակարդակից փոխանցել Եվրամիությանը։ Դա պարզ գրած է։ Ռուսաստանի հետ, Ռուսաստանի միջնորդությամբ, Ռուսաստանի մասնակցությամբ որևէ կառույցում եւ իր որևէ փաստաթղթում նման բան չկա գրած։ Եվրամիությունում կա։ Հետևաբար Ռուսաստանը հասկանում է այսպես, որ Փաշինյանը ասում է, որ ես միևնույն է, մենք Հայաստանը միևնույն է գնալու է ձեր թշնամիների ճամբար, ուզեք չուզեք, միևնույն է գնալու ենք։ Բայց քանի որ ձեր թշնամիները հիմա չեն ուզում լիարժեք կոմպենսացնել այն, ինչ որ ձեր միջոցով հիմա ստանում ենք, եւ մեզ տալ նույն արտոնությունները, ինչ ստանում ենք Ռուսաստանից, մենք հիմա ուզում ենք մնալ առայժմ ԵԱՏՄ-ում, օգտվել ԵԱՏՄ-ի հնարավորություններից, արտոնություններից, բայց միևնույն է գնալու ենք մտնենք քո թշնամիների ճամբարը։ Իսկ մտնել Եվրամիություն եւ գնալ այդ ուղղությամբ նշանակում է, որ դու ուզած չուզած ենթարկվելու ես նաեւ ռազմական եւ արտաքին քաղաքական պահանջներին, այսինքն միանալու ես Ռուսաստանի դեմ սանկցիաներին, այսինքն մասնակցելու ես Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող ռազմական գործողություններին, այս կամ այն ձևով։ Եթե Փաշինյանը ասեր օրինակ ինձ համար, որ իր համար կարևոր է ԵԱՏՄ-ն, խորացնել ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնել, բայց ինքը միևնույն ժամանակ չի ուզում գնալ Եվրամիություն, բայց ուզում է պահպանել գործընկերային հարաբերություններ Եվրամիության հետ, դա բոլորովին այլ խոսակցություն կլներ։ Բայց ինքը ասում է, ես գնում եմ Եվրամիություն, ունեմ օրենք, գնում եմ ձեր թշնամիների ճամբար, մտնելու եմ ձեր թշնամիների խրամատը եւ ձեր դեմ կռվեմ, որտեվ գնալ դեպի Եվրամիություն այլ բան չի ենթադրում։ Ոչ մեկ չի թողնելու, մենք գնանք Եվրամիություն, այդ ուղղությամբ, բայց Ռուսաստանի դեմ պատերազմում չմասնակցենք բոլոր ոլորտներում։ Այդպես չի կարող լինել։ Եթե մենք գնում ենք, ուրեմն մենք պարտավորություններ ենք վերցնելու մասնակցել Ռուսաստանի դեմ պատերազմին։ Ռուսաստանն էլ նայելու է կոնկրետ գործերին, խոսքերով էլ չի առաջնորդվելու ինչպես առաջ, նայելու է գործերին։ Գործերը իր շահերին համապատասխան կլինեն, միգուցե ընդառաջ քայլ կանի։ Ոչ, Ռուսաստանը շարունակելու է իր երկիրը, իր պետությունը զարգացնել, հզորացնել, ուժեղացնել, առանց նայելու կողքերը, առանց նայելու թե ով ինչ է ասում, ով ինչ է կարծում, ով ինչ է խոսում։ Ինքը միևնույն է շարունակելու է այն ընթացքը, հաղթական ընթացքը, որը որ հիմա կա։ Եթե իր հարևանները, դաշնակիցները ցանկություն ունեն ինչ որ ձևով Ռուսաստանի հնարավորություններից օգտվել, բայց միևնույն ժամանակ, այսպես ասենք, փոխշահավետ համագործակցություն սկսել, Ռուսաստանը պատրաստ կլինի, կարծում եմ։ Եթե ոչ, ուրեմն Ռուսաստանը, ինչ ասեմ, կթողնի պատասխանատվությունը, ոչ պատասխանատվությունը այդ պետությունների վրա։ Ռուսաստանի ամենամեծ սանկցիան Հայաստանի նկատմամբ կլինի այն, երբ որ նա կթողնի Հայաստանին մենակ իր խնդիրների հետ միասին։ Եվ կարծում եմ, գործը հենց դրան էլ տանում է, որ Հայաստանը մնալու է մենակ իր խնդիրների հետ միասին։ Եթե Հայաստանում կարծում եմ, որ Ռուսաստանը այն պետությունը չէ, որի հետ կարելի է հարաբերություններ խորացնել, որ ինքը ուզում է մեր անկախությունը, ինքնիշխանությունը խլել եւ այլ եւ նման այլ հեքիաթներ ստեր,
ես չեմ կարծում, որ Ռուսաստանը ժամանակ ունի եւ ցանկություն ունի ժամանակը ծախսելու եւ հետ համոզելու համար։ Ուզում եք, չեք ուզում, չեք ուզում։ Հիմա ես կուզեմ զուգահեռենք, հա, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է, եթե ԵԱՏՄ-ն այս հարցը չլուծի, սա կլինի վերջի սկիզբը ԵԱՏՄ-ի, նախ այս հայտարարությունը մեկնաբան եք խնդրում եմ, եւ սրան զուգահեռ օրինակ այսօր ինչպիսի հայտարարություն է անում։ Այդ հայտարարությունների տակ լուրջ ինչ-որ նպատակներ փնտրել պետք չի, ինչպես իր վարած քաղաքականությունն է, ինչպես ինքը կառավարում է պետությունը, այնպես էլ վարվում է արտաքին քաղաքական հարցերում։ Բայց երբ որ ասում են դրա բանը մենք ենք քաշում, ժողովուրդն է քաշում։ Դե այո, Ծանր հետ է։ այո, ժողովուրդն է քաշում։ Այո, դա այդպես է, բայց դե եթե մենք կարող ենք, ասենք, Հայաստանի ներքաղաքական կյանքի վերաբերյալ օրական տարբեր կարծիքներ լսել իր կողմից եւ իրարամերժ շատ հաճախ, դե ինչի նույն բանը չի կարող լինել արտաքին քաղաքական հարցերում։ Ես կարծում եմ դրա հետևում հետեւյալն է թաքնված ամեն դեպքում։ Քանի որ Միացյալ Նահանգները այսօր ակտիվ աշխատում են նաեւ միջինասիական պետությունների հետ, եւ Ռուսաստանն էլ զուգահեռաբար փորձում է այդ պետությունների հետ հարաբերությունները խորացնել, որպեսզի ԱՄՆ-ն իրենց շատ չփոկի Ռուսաստանից։ Հետևաբար ես կարծում եմ հնարավոր է, որ Փաշինյանի հայտարարությունների հետևում այն միտքն է, որ Միացյալ Նահանգները կարող են ստիպել, ճնշել օրինակ միջինասիական պետություններին, որպեսզի նրանք իրենց հերթին որոշակի ճնշումներ փորձեն գործադրել Ռուսաստանի նկատմամբ ԵԱՏՄ-ի մասով։ Այսինքն ըստ էության ես տեսնում եմ այստեղ, որ Փաշինյանը Ռուսաստանին արևմուտքով է վախացնում։ Այսինքն եթե դու այսպես շարունակես, մեր դաշնակիցները արևմտյան քո համար խնդիրներ կստեղծեն ԵԱՏՄ-ում։ Հնարավոր է, որ սա է, բայց նորից ասեմ, Ռուսաստանը այսօր կանգնած է իր պատմության կարևորագույն խաչմերուկներից մեկում եւ ինքը շատ լավ գիտի, որ սա իր ապագան որոշող լուրջ ժամանակաշրջան է, հետեւաբար ինքը չի նայելու ոչ մեկի կարծիքը, եթե այդ կարծիքը խոչընդոտում է իր առաջընթացը, զարգացումը, հզորացումը, ինքը ոչ մեկի վրա չի նայելու։ Ինքը շարունակելու է գնալ առաջ։ Մնացածը արդեն են մյուսների խնդիրներն են։ Իրենք կմնան տեղում, չեն մնա տեղում, կգնան Ռուսաստանի հետ, չեն գնա Ռուսաստանի հետ։ Իրենց խնդիրներն են, ինչ ուզում են թող անեն։ Ռուսաստանը շանս տալիս է, ասում է իմ գնացքը գնում է իմ սեփական ուղղությամբ, եթե ուզում եք դուք էլ անվտանգ լինեք, զարգանաք, կայուն լինեք եւ ձեր ապագան եւս կանխատեսելի եւ կայուն լինի, կպեք իմ գնացքին, միասին գնանք։ Եթե չեք ուզում, Ռուսաստանի գնացքը շարունակելու է իր ուղղությամբ գնալ։ Ով հասրեց, կպնի, ով չհասրեց, դե արդեն ինքը պատասխանատու չի չհասնողների համար։ Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցին, հա, բնակարան չենք ունեցել ձեզ հետ խոսելու։ Ինչի մասին էր այդ հեռախոսազրույցը, եթե հաշվի առնենք, որ երկու պետությունները ըստ էության տարբեր պաշտոնական հավաքականություններ տարածեցին։ Դե դատելով Փաշինյանի տարածած հայտարարությունից, Փաշինյանի կայքի, ինքը մատ է թափ տվել Պուտինի վրա, ասել է այն սահմանափակումները, որ Ռուսաստանը կիրառում է Հայաստանի նկատմամբ, դա
ԵԱՏՄ նորմերին հակասում է եւ խնդրել է, որ Պուտինը միջոցներ ձեռնարկի այդ խախտումները վերացնելու համար։ Չէ, դե խնդրել է, բայց ստացվում է, որ ինքը ներկայացնում է այնպես, ինչպես ոնց որ մատ է թափ տվել։ Այսինքն իր ասածն է պնդել, դուք խախտում եք, չի ասում, որ գիտեք ինչ, ես գնում եմ քո ճշնամիների ճամբար Ռուսաստան, այսինքն հետ չի կանգնում այդ իր ճանապարհից։ Ինքը ասում է, ճիշտ եմ անում, գնում եմ, ու այդ գնալու ճանապարհին Ռուսաստան, արի դու իմ հանդեպ սանկցիաներ մի կիրառի, թող ես հանգիստ գնամ քո ճշնամիների ճամբար մտնեմ։ Ինչ ես իմ հանդեպ սանկցիա կիրառում։ Դու իրավունքը չունես, դա խախտում է ԵԱՏՄ-ի նորմերը։ Այսինքն Ռուսաստանի ճշնամիների ճամբար գնալ կարելի է, բայց Ռուսաստանին պատասխանել չի կարելի։ Դե իհարկե մատ թափտալ չի եղել, բայց ներկայացվում է որպես այդպեսին, այսինքն Փաշինյանը իր ասածը այնտեղ ասեց Պուտինի առաջ, պնդեց, Պուտինն էլ իր ասածը ասեց, տեսակ ինչ հզոր ղեկավար ունենք։ Ըստ էության դա է եղել, ուրիշ առանձնապես բան չկա։ Դե հիմա անդադ բզել է, խնդրել է խոսել, ասել է լավ, խոսենք, տեսնենք ինչ ես ասելու։ Նոր բան ինչ պետք է ասես։ Պուտինն է երևի ընդհանրում եմ։ Ընդունեմ, տեսնեմ, վերցնեմ տրուբկան, տեսնեմ ինչ է ասում, նոր բան։ Կարող է ասի, կարող է փոշմանել, վերցնի ասի, կներեք վերջել Եվրամիություն չեն գնում, եկեք խորացնենք Եվրամիության հետ էլ գործընկերային հարաբերություններ կպահպանենք։ Դե փաստորեն դա չեղավ, չէ՞, դե ուրեմն ինչ, ուրեմն ոչ իման չի փոխվել։ Նշանակում է այդ խոսակցությունը ներքին լսարանի համար է եղել։ Հայաստանյան ներքին լսարանի համար, որ ցույց տրվի, որ տեսակ ձեր ապրանքը էլի փակ։ պետք կլինի կզանգեմ, խոսեմ, պահանջներ կդնեմ, ինչ որ ասես ասենք իմ ինքնիշխան կարծիքը այդտեղ կհայտնեմ։ Բայց խոսած մի քանի ժամ հետո հայտնի դարձավ, որ Բելարուսից էլ բացահայտել են, այսպես ասենք, կես փաստաթղթերով հայկական 37,000 ծաղիկի արտահանման փորձը եւ կանխել։ Դե կա Հայաստանի իշխանությունների պաշտոնական կուրս։ Կան այդ կուրսը ենթադրում է եւ կան պաշտոնական կոնկրետ քայլեր։ Դրանցով է առաջնորդվելու Ռուսաստանը, այդ քայլերը կլինեն, չի լինի, ուրեմն չի լինի, այո, ինչպես հայտնի հերոսն է ասում համացանցերի։ Հո Ռուսաստանը իր պետության հաշվին աչուձախ լավություն չի անելու կամ աչուձախ փրկարարի դեր խաղա։ Պուտինը մի անգամ ասաց իր խոսքում, հարցրեցին ինչ որ մի երկրի հետ կապված, ասաց մենք փրկարար ծառայություն չենք, որ աչուձախ բոլորին հասնենք փրկելու։ Հիմա Պարոն Այվազյան, ներողություն եք խնդրում, ինտերնետի խափանման խնդիր էր, խնդրեմ շարունակեք։ Բելարուսից, այո, խոսեցին մի քանի ժամ հետո, Բելարուսից կես փաստաթղթերով հայկական ծաղիկների արտահանումը սահմանափակվեց։ Դա նշանակում է, որ այդ խոսակցությունը հարաբերությունները կարգավորելու եւ խնդիրները լուծելու մասին չեն եղել։ Այսինքն Ռուսաստանի նախագահը այդ խոսակցությունից հետո հերթական անգամ համոզվեց, որ Ռուսաստանի դեմ բռնած կուրսը կա եւ շարունակվելու է։ Դե հետեւաբար իրենք պետք է պատասխանեն։ Սա է կարծում եմ, սա է եղել ողջ նպատակը։ Կարող է ապագայում էլ ինչ որ խոսակցություններ լինեն,
Բայց ավելի շուտ երևի դրանց այդ խոսակցությունների նպատակը Ռուսաստանի կողմից այն է, որ ուղղակի հասկանալ ապագայում ինչ սպասել։ Բայց այն, որ Ռուսաստանը մինչև կոնկրետ քայլեր չտեսնի փոխադարձություն չի ցուցաբերելու, դա արդեն ինձ համար ակնհայտ է։ Ամեն դեպքում այս սահմանափակումները պայմանավորված է բացառապես եթե Հայաստանից քայլեր չտեսնելու դեպքում, բայց գիտեք մի դրվագել եմ ուզում անդրադառնանք, ինչն է հատկանշական, որ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ, երբ խնդիր ունի, չէ, արտահանման, վերջերս կարտադրողներն էին կառավարության մոտ, արդեն սկսեց մեր ապրանքի որակի հետ կապված, այդ ժուրիկությունը անել, ինքը չի օգտագործում հայկական հետզուգը մի խոսքով այս ամենի հետ կապված, այս սա հետ կապված ձեր տեսակետը եւ ինչ աստիճանի կարող է Ռուսաստանը, այսպես ասենք, խստացնել սահմանափակումները։ Դե մի բան պետք է բացատրի, ինչու է վիճակը վատ, եւ ինչու է վատանում, ինչու ձևով պետք է բացատրել։ Դե պատճառաբանություններ գտնում են։ Ես ասացի Ռուսաստանը ինչ կարող է անել։ Ռուսաստանը կարող է ինքը ուղղակի թողնել մեզ մեր խնդիրների հետ մենակ միանգամից։ Ոչ թե կամած, որ սենց մի քիչ սանկցիա կիրառի, հետո ստեղ մի քիչ մեղմացնեն, ժողովուրդը չզգա։ Այլ ասի օրինակի համար, ասի բոլոր պայմանագրերից միանգամից դուրս եմ գալիս։ Մեկ գնացեք ինչ ուզում եք արեք։ Ում հետ ուզում եք պայմանավորվեք, ինչ ուզում եք արեք։ Հիմա օրինակի համար հայ-թուրքական սահմանը պահում են Ռուսաստանի սահմանապահները։ Բայց այդ սահմանը, այն սահմանը, որը գծել էին իրար հետ Խորհրդային Միությունը եւ Թուրքիան։ Հայաստանն ու Թուրքիան պետական սահմանի մասին պայմանագիր չունեն։ Հիմա որ Ռուսաստանը ասի այդ սահմանապահներին հանում եմ, գնա Թուրքիայի հետ քո սահմանը նորից գծի։ Կարող է ասել։ Ժամանակավորապես մի հատ նահանջեմ, տեսնեմ ինչ կլինի։ Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը թողնելու է, որ այսպես Հայաստանը գնա դեպի Եվրամիություն, բայց sense դոզավորված քայլերով։ Կասի դուրս ես գալի միանգամից դուրս արի ու հենց հիմա։ Ինչ ես ձգում, հենց հիմա դուրս արի։ Այսինքն ինքը միանգամից թողնելու է մեզ մեր խնդիրների հետ մենակ։ Այդ ժամանակ արդեն Ռուսաստանի արժեքը երևի կսկսենք հասկանալ։ Մի անգամ արդեն փորձեց դժվար իրավիճակից դուրս հանել, պատերազմից հետո նոյեմբերի 9-ի պայմանագիրը Ալիևին պարտադրելով։ Ռուսները Ալիևին պարտադրել են նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որպեսզի Արցախի կարգավիճակի հարցը չփակվի։ Այդ նոյեմբերի 9-ը տապալեցինք ոնց կարող էինք, ամեն ձևով, ոտից գլուխ անվանարկելով այդ փաստաթղթի միջնորդ Ռուսաստանին, ինչ անում ասես չկպցրինք իրեն էլ իր փաստաթղթին էլ։ Էս ինչ էս տվել, քիչ է, մեր համար կապիտուլյացիա է ստորագրել եւ այլ եւ այլը։ Ես 3-4 տարի առաջ ստեղից ասում եմ, որ ինչքան մերժենք Ռուսաստանի բոլոր միջնորդությունները, այնքան հաջորդ առաջարկները եւ հաջորդ իրավիճակը մեզ համար շատ ավելի բարդ է լինելու։ Դա այդպես էլ եղավ։ Նոյեմբերի 9-ը մերժեցինք, ստացանք Պրագա, ստացանք Վաշինգտոն։ Լավ։ Ռուսաստանն է դրա համար պատասխանատու։ Այնպես որ ես կարծում եմ, օրինակ այն արևմտամետները, ովքեր որ առավոտից երեկո պահանջում էին, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, իրենք պետք է Ռուսաստանի անունը չտան։ Ռուսաստանը համաձայն է, որ մենք դուրս գանք ԵԱՏՄ-ից։ Ասում է դուրս եկեք։ Ինքը առաջարկում է հանրակրվեով, բայց դե մենք Հայաստանը կարող է ասել, ես հանրակրվեով չեմ ուզում, միանգամից եմ դուրս գալիս։ Այնպես որ իրենք կարող են գնալ Փաշինյանի, այսպես ասենք, ճակերտներում կոկորտից բռնել, ասել հենց հիմա դուրս արի։ Հենա Ռուսաստանը համաձայն է։
Բայց ինչի չեն անում, որովհետև իրանք լավ գիտեն, որ արևմտյան օգնության մասին այդ իրենց պատմածները հեքիաթ է, փուչիկ է, եւ եթե Հայաստանը տենց միանգամից դուրս գա ԵԱՏՄ-ից, բոլոր խնդիրները միանգամից կլցվեն մեր գլխին, եւ իշխանությունները չեն կարողանա տակից դուրս գալ, ժողովուրդն էլ կասի դե կմանգա, կասի ով էր որ առավոտից երեկո ասում էր որ ԵԱՏՄ-ից դուրս գանք լավ կլինի։ Այն մարդիկ անգիր գիտեն, չէ՞ ովքեր են։ Ես կգամ ստեղ եթերից ցուցակը կվերցնեմ, կարդամ։ Էս ինչան, էս ինչի։ Ասում էր որ ԵԱՏՄ-ից պետք է դուրս գալ։ Եվ բոլոր այդ ցուցակը հերթով կարդալու եմ ժողովրդին ասեմ ովքեր էին ասում։ Եվ թող գնան իրանցից էլ պահանջեն իրենց խնդիրների լուծման պատասխանները։ Այսքանը։ Մենք սրան զուգահեռ տեսնում ենք, որ Հաջիևը վերջերս ևս մեկ անգամ ասաց, որ սահմանադրության փոփոխություն կանի Հայաստանը, հրաժարվի Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ նկատումներից, նոր խոսենք այսպես կոչված խաղաղության մասին։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, որքան էլ դեռ այսպես ասենք այս սահմանը շարունակվել է։ Շարունակվել է այնքան, մինչև որ եթե Թուրքիայի Ադրբեջանի մասով ենք խոսում, մինչև որ Հայաստանը չկատարի իրենց բոլոր պահանջները։ Իրենք շարունակելու են ճնշումը, մեծացնելու են ճնշումը։ Իսկ Հայաստանը չունի այսօր միջնորդ, դաշնակից միջնորդ, որը որ այդ ճնշումները կարող է զսպել։ Պատերազմից հետո այդ ճնշումները զսպելու միակ ձևը դա նոյեմբերի 9-ի հայտարարությունն էր եւ Ռուսաստանի միջնորդության պահպանումը երակոմ ֆորմատով։ Քանի որ այդ փաստաթուղթը փաստացի տապալված է, ուրեմն Հայաստանը չունի որևէ, այսպես ասենք, դաշնակից որը կզսպի։ Ավելին Հայաստանը որոշել է գնալ իր միակ դաշնակցի ճշնամիների ճամբար։ Այսքան բան։ Ուրեմն հետեւաբար, եթե հիմա դեռևս պահպանվում են որոշ պայմանագրեր, բազայի հետ կապված, ռուսական սահմանապահների հետ կապված, եւ դեռ ԵԱՏՄ-ում էլ, այսպես ասենք, ֆորմալ առումով կանք, դեռևս պահպանվում են, բայց վաղը դա էլ կարող է չլինել եւ Ռուսաստանը ինքը կարող է նախաձեռնել, որպեսզի այդ պայմանագրերը միանգամից չեղել համարվեն։ Ասի բազա պահում եմ ինչ անեմ։ Դուք Թուրքիայի հետ բարեկամ եք, չէ՞ արդեն։ Գնացեք բարեկամություն արեք։ Համոզեք Թուրքիային, որ ձեր տարածքային ամբողջականությունը պաշտպանի։ Սահմանապահներն էլ թող գնան, հետ կանչեմ, ինքը ահագին տեղեր ունի իր տարածքում, որտեղ որ այդ սահմանապահները պետք է գան։ Թող Հայաստանը գնա Թուրքիայի հետ պայմանավորվի, որն է իր սահմանը։ Թող նոր դելիմիտացիա անեն Թուրքիայի հետ, նոր սահման գծեն, Եվրոպայի հետ պայմանավորվեն շուկաներ բացի մեզ համար, թող Եվրոպան ընդունի մեր աշխատող մարդկանց, որ գնան այնտեղ, աշխատեն, գումար ուղարկեն այստեղ, Հայաստանի բյուջեն լցնեն։ Վերջը մենք անկախ ինքնիշխան պետություն ենք, չէ՞։ Մենք ինչ ուզենք կանենք։ Դե ասում եմ, ինչ ուզում եք արեք, դուք իմ կարիքը այլևս չունեք, ձեզ բարի ճանապարհ։ Երբ որ կզգաք, որ իմ կարիքը կա, կդիմեք, ես կօգնեմ։ Այդքանը։ Նաև տեղեկություններ եկան, որ հնարավոր է Ռուսաստանը սահմանափակի Ռուսաստանից Հայաստան տուրիստերի հոսքը հաշվի առնելով, թե ինչպես է հետապնդում Հայաստանում։ Դե եթե այնտեղ կարծեմ նշվել էր երրորդ երկրների պահանջով, դա այսինքն դա էլ է լինելու։ Եթե Հայաստանը գնում է Եվրամիություն, դա նշանակում է, որ կգա մի պահ, երբ որ նույն Եվրամիության ՆԱՏՕ անդամ պետությունների պահանջով Հայաստանի տարածքում կձերբակալվեն Ռուսաստանի քաղաքացիներ։ Օրինակ, մի Ռուսաստանի քաղաքացի իրավիճակ պատկերացնենք, գալիս է Հայաստան, Հայաստանի տեսարժան վայրերը նայելու։ Բայց այդ քաղաքացին եղել է նաև Դոնբասում, պաշտպանում է Ռուսաստանին, այնտեղ, չգիտեմ, օգնություն է տանում եւ այլն։ Իմանում են, որ նման մարդ գալիս է Հայաստան եւ Եվրոպայից, Արևմուտքից
պահանջ են իջեցնում Հայաստանի իշխանություններից այդ մարդուն այդ բանի համար ձերբակալել եւ արտահանձնել իրենց կամ Ուկրաինային ենթադրենք։ Այդ մարդը չի խախտել հայաստանյան ոչ մի օրենք, եկել է սովորական Հայաստանի տեսարժան վայրերը նայելու։ Եվ նման դեպքեր տեղի են ունենում Արևմուտքում, Եվրոպայում։ Մարդկանց ուղղակի Ռուսաստանի քաղաքացի լինելու համար ձերբակալում են։ Այնպես որ եթե Հայաստանը գնում է Եվրամիություն, ուրեմն ինքն էլ է դա անելու։ Հայաստանը չի կարող գնալ Եվրամիություն, ասի ես եկել եմ, բայց ձեզ չեմ ենթարկվելու։ Իրենք բոլոր մեխանիզմները ունեն Հայաստանին ենթարկեցնելու, մանավանդ որ արևմտյան ֆինանսական կառույցների առջև Հայաստանի պարտքը գնալով աճում է եւ ստիպելու մեխանիզմները շատ գնալով ավելի են ուժեղանում եւ խորանում։ Հետևաբար Ռուսաստանը հետևություն է անում, ասում ինչի քաղաքացիներին ուղարկեմ մի երկիր, որտեղ որ կարող են ասենք ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պահանջով ձերբակալել։ Եվ իրենք նախորոք կանխարգելիչ քայլեր են անում, զգուշացնում են եւ այդպես։ Եթե նորից գանք այս տնտեսական խնդրին, մենք տեսնում ենք, որ իրապես Հայաստանի տնտեսությունը, այսպես ասենք, կոլապսի մեջ է, բայց զուգահեռ ինչ էր անում այս իշխանությունը, խաբելով, որ ներդրողների համար, այսպես ասենք, գայթակղիչ է Հայաստանում ներդրումներ գալը, օրը ցերեկո մաղթունեցված գողանում են, ասում ներդրողի համար գայթակղիչ հող ենք խնդրեմ այս մասով ձեր գնահատականը։ Օրինակ Ռուսաստանը քանի 100 միլիարդ դոլար պահուստ ուներ, որոնք գողացան։ 500 էր, 700 էր, այդքան միլիարդ իրենից գողացան, իր փողն էր։ Իսկ սա Արևմուտքի, ՆԱՏՕ-ի, ՆԱՏՕ անդամ պետությունների գործելավոճն է։ Առանց դատի, առանց ոչ մի բանի, ուղղակի գողանալ մի պետության կամ մեկ մարդու սեփականությունը։ Այդ որ ասում էին արևմտյան աշխարհում մասնավոր սեփականության հանդեպ հարգանքը դա բարձրագույն արժեքներից մեկն է իրենց դեմոկրատիայի։ Հələ միջև հիմա մարդիկ կան, որ դրան հավատում են։ Դե հիմա եթե ասում են նավայնի, պատերազմ է, եթե կարելի է պետությունից գողանալ, ինչի՞ չի կարելի մի մարդուց գողանալ։ Ընդհանրապես ես կարծում եմ հետևյալը։ Գիտեք, եթե ցանկացած մեծահարուստի գործունեությունը նայես, ոնց էլ լինի, որոշ խնդիրներ օրենքի հետ կգտնես։ Այդպեսին է այսօրվա աշխարհը։ Մեծ կապիտալ ունեցողների մոտ լինում է այդպես, բայց եթե պետությունը կանգնած է լուրջ սպառնալիքների առջև եւ ղեկավարը ուզում է սպառնալիքները լուծել, ապա հեչ պարտադիր չի, որ նույնիսկ օրենքի հետ որոշակի խնդիր ունեցող գործարարներին միջև վերջ ոչնչացնել։ Դրան լուծման ձևեր կան։ Օրինակի համար, եթե մարդը նախկինում օրենք է խախտել եւ դրանից պետությունը որոշակի վնասներ է կրել, ապա կարող է պետությունը գնալ այդ մարդու հետ գործարքի, ասել, արի դու այդ կորուստները, վնասները փոխհատուցի եւ շարունակի աշխատել, որպեսզի այդ մարդու արած գործը չգնա ընկնի ջուրը եւ տնտեսությանը վնաս չհասցվի։ Այսինքն նույնիսկ եթե գործարարը որոշակի օրենքների խախտում ունեցել է նախկինում, դրա լուծման ձևը մանավանդ մեր նման պետությունների դեպքում այն է, որ գնում ես գործարքի, ասում ես գալիս ես, բերում ես, փոխհատուցում ես, այսինչ տեղերում Հայաստանի տարածքում այսինչ տեղերում ներդրումներ ես անում, դրա դիմաց մենք քեզ ազատում ենք քրեական պատասխանատվությունից եւ դու շարունակում ես քո բիզնես գործունեությունը։ Եվ այդպես դու եւ պետության վնասն ես վերականգնում եւ այդ մարդուն էլ միջև վերջ չես ոչնչացնում։ Եթե իհարկե այդ մարդը, ասենք, բացահայտ, չգիտեմ, պետության դեմ չի աշխատում։ Իսկ քանի որ հիմա այլ ձևով է լուծվում, այսինքն մարդուն միջև վերջ, այսպես ասենք, ունեզրկում են, ուրեմն դա ոչ մի կապ չունի պետության առջև առկա սպառնալիքների վերացման հետ։ Ուղղակի դա
արտաքին պատվեր է կատարվում, որի նպատակն է վերացնել գոյություն ունեցող պոտենցիալ խոչընդոտները։ Եվ գանք մյուս իրողությանը, մեր իրականում այսօր մեր ազգային խայտարակության եւ ամոթի օրերից մեկն է։ Մի քանի ժամից Վեհապար Հայրապետը սրբազանների հետ կլինի դատարանում։ Մենք տեսնում ենք այս ընթացքում ազգային ժողովում 9-րդ գումարման ԿՊԱ-ականները ասում էին ընդդիմությանը զրոյական կետից սկսենք, բարեպաշտության, բարեկրթության դաշտ կա, բայց ամենալկտի ձևակերպումներն են իրենք թույլ տալիս, մենք հենց Վեհապար Հայրապետի հասցեին, կխնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Սա ինչ որ կատարվում է Վեհապարի շուրջ, սա ներհայաստանյան գործընթաց չի, զուտ։ Այսինքն իրականում Արևմուտք Ռուսաստան պատերազմը վարվում է ոչ միայն տնտեսական, ռազմական եւ այլ ոլորտներում, այլ նաեւ հոգեվոր կրոնական ոլորտում։ Այսինքն սա ընթանում է պատերազմ ուղղափառության դեմ։ Հայ առաքելական եկեղեցին պատկանում է հին ուղղափառ եկեղեցիների ընտանիքին։ Հետևաբար մեր եկեղեցին եւս ուզում են զրկել ինքնուրույնությունից, ինքնիշխանությունից եւ ենթարկեցնել արևմտյան կրոնական կենտրոններին, կարծում եմ տվյալ դեպքում Վատիկանն է։ Սա է։ Հիմա այսօրվա Վեհապար Հայրապետը պինդ է, ամուր է, եկեղեցու ինքնուրույնությունը, ինքնիշխանությունը պահպանում է, հետևաբար նա խոչընդոտ է հանդիսանում համաշխարհային այն պետությունների եւ ուժերի համար, որոնք որ ուզում են մեր եկեղեցուն ենթարկեցնել իրենց եւ փոխել մեր եկեղեցու կառավարման ձևը։ Եվ քանի որ սա պատերազմ է, ուրեմն որևէ զիջում պատերազմի մյուս կողմում գտնվողները չեն անելու։ Եթե Ուկրաինայում եկեղեցիներ են գրավում, հոգևորականներ են բանտարկվում, ինչի նույն բանը չեն կարող անել Հայաստանում։ Այսինքն սա մի մեծ process-ի մի մասն է, որը տեղի է ունենում Հայաստանում, բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ իր գաղակալության առաջի օրվանից սկսած մինչ օրս այսօրվա Վեհապար Հայրապետը թույլ չի տվել այնպիսի սխալներ, որոնք թույլ կտային այդ արտաքին ուժերին իր վրա ճնշումներ գործադրել։ Այսինքն մեծ հաշվով պինդ է այդ առումով, ամուր է եւ ասեմ դες բոլոր քաղաքական գործիչներից, անդիմադիր քաղաքական գործիչներից Վեհապարը ամենաամուրը դուրս եկավ։ Ինքը ճիշտ է քաղաքական գործիչ չի, բայց այդ առումով ինքը ամուրը դուրս եկավ եւ ասաց եթե ինձ տանեն բանտարկության հնազանդորեն կգնամ կնստեմ։ Իսկ մենք ով է ասում որ մենք պետք է հնազանդվենք։ Վեհապար Հայրապետի դեմ աշխատում չէ, սա ակնհայտ հայ առաքելական եկեղեցու դեմ է աշխատում։ Դե եթե այդպես ճիշտ խոսենք, Աստծո դեմ է, որովհետև Վեհապարը Աստծո ընտրյալն է։ Եթե մարդ հավատում է, ասում է ես հավատում եմ Աստծուն, ուրեմն պետք է ընդունի Աստծո կողմից ընտրված կաթողիկոսին։ Դա մեր գործը չի գնահատել, թե Աստված ինչի է որոշել, որ այս մարդուն պետք է ընտրի։ Ինքն է որոշում։ Եթե Աստված որոշի, որ վաղը պետք է ընտրի կաթողիկոս նշանակի ամենամեղավոր մարդուն, դա մեր գործը չի։ Քննելը ինչի է այդպես անում։ Դրա համար Աստված է, որ իր գործերը անքննելի են։ Դե հետևաբար ով ասում է ես Աստծուն հավատում եմ, բայց կաթողիկոսի դեմ է խոսում, ուրեմն ինքը Աստծո հետ կապ չունի։ Ինքը հակառակ ճամբարից է, այսինքն Աստծո դեմ պատերազմողների ճամբարից է։ Ուղղակի դե պետք է իրան ցույց տա, չէ՞, որ ինքը իբր Աստծո անունից է խոսում։ Այնպես որ այստեղ
քննարկելու եւ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Եվ վերջին հարց Ռուսաստան հավաքական, այսպես ասենք, արևմուտք, Ուկրաինա այս պատերազմը ինչ փուլում է, կա կանխատեսում, որ առաջիկա ամիսներին, մինչև անգամ հաջորդ ամիս, Ռուսաստանը կարող է շատ հզոր հարված հասցնել Ուկրաինայի ուղղությամբ, խնդրեմ ես մասով ձեր տեսակետը։ Ուրեմն արևմուտքը Հայաստանում որոշակի թեզեր է տարածում, փորձում է Ուկրաինային ներկայացնել որպես Ռուսաստանի դեմ կատաղի տվող սուբյեկտ, որի միջոցով փորձում է Ռուսաստանի արունը գցել, իբր որ տեսեք չի կարողանում Ուկրաինային հաղթել։ Այնինչ Ուկրաինա սուբյեկտ գոյություն չունի, Ուկրաինան որպես այդպեսին չկա, Տրամպը ինքն է ասել, որ եթե մեր աջակցությունը Ուկրաինային չլինի, Ուկրաինան կդիմանա 2 օր։ Այսինքն Ուկրաինան չկա, Ռուսաստանը պատերազմում է ՆԱՏՕ-ի հետ, ոչ թե Ուկրաինայի, ռուս-ուկրաինական պատերազմ գոյություն չունի, կա Ռուսաստան-ՆԱՏՕ պատերազմ, եւ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի դեմ պատերազմում է միայնակ, այսինքն 50-ից ավել պետությունների դեմ պատերազմում է միայնակ, այդ պետությունները ունեն 10 անգամ ավելի մեծ բյուջե, շատ ավելի մեծ մոբիլիզացիոն պոտենցիալ, բայց Ռուսաստանը միայնակ պատերազմում է ՆԱՏՕ-ի դեմ։ Սա միայն դրական կողմից է նկարագրում Ռուսաստանին, որտեղ նա է միակ ընդունակ պետությունը, ով կարող է ձեռնոց նետել ՆԱՏՕ-ին։ Այ ցավոք սրտի այլ պետություններ իր կողքին չեն կանգնում։ Այ դա ցավալի է։ Այ դա խոսում է իրենց թուլության մասին, որ միայն մի պետություն կա, Հյուսիսային Կորեան, որը Ռուսաստանի կողքին է, եւ ես կարծում եմ այդ պատճառով ապագայում Հյուսիսային Կորեան լինելու է աշխարհի ամենադինամիկ եւ արագ զարգացող պետություններից մեկը, որովհետեւ ճիշտ պահին կարողացել է կանգնել ճիշտ պետության կողքին։ Մյուս պետությունները այսպես կամոկացի մեջ են, խաղեր են տալիս եւ այլն, դե լավ։ Նշանակում է, որ նրանք, ովքեր որ խաղեր են տվել, իրենք ավելի քիչ հնարավորություն կունենան օգտվել ապագա այդ բազմաբևեռ կոչված աշխարհի բարիքներից։ Այնպես որ այն, որ Ռուսաստանը միայնակ պատերազմում է ՆԱՏՕ-ի դեմ, սա միայն իրեն նկարագրում է դրական տեսանկյունից եւ օրեցօր ամիս առ ամիս Ռուսաստանը իր վիճակը բարելավում է եւ բարելավելու է եւ հզորանալու է։ Ռուսաստանը 90-ականներին, 2000-ականներին անկում ապրեց, հիմա սկսել է իր վերելքը։ Արևմուտքը հասավ իր պիկին, հիմա սկսել է իր անկումը եւ այդպես շարունակվելու է։ Ով խելք ունեցավ, խորագետ եղավ, կանգնեց Ռուսաստանի կողքին եւ միացավ այն գնացքին, որ այսօր Ռուսաստանն է վարում, ինքը շահող դուրս կգա ապագայում, ով չէ, ուրեմն ստիպված կլինի բավարարվել նրանով, ինչ այդ բազմաբևեռ աշխարհը կառուցող պետությունները իրենց կտան։ Այսքանը։